Բարեգեսոր սերիներ, շնորհակալ ենք ասում որ Աստված շաբաթ միևս մեզի կյանք տվավ եւ գրցանք նորեն հավաքվել իր խոսքին շուրջը, իսկ շարունակենք մեր սերտողությունը աջիլ Աստծո հետ մեր հարաբերություններու մեջ, այս է մեր թեման, հասած ենք 4-րդ դասը եւ գսել որ Աստվածաշունչի թերը, ինչ է Աստվածաշունչին թերը մեր կյանքին մեջ, ասի բիլա այսօր մեր սերտողության թեման Աղոթենք, երկնավոր Սուրբ Հայր, շնորհակալ ենք քեզ մեդեր, որ կյանք տվիր մեզի շաբաթ մեևս։ Հիմա Տեր, որ քու խոսքդ պիտի գարթանք, խոսքդ պիտի սերտենք, խնդրենք, որ մեզի իմաստություն տաս, հանճար եւ գիտություն, որովհետեւ անիկա հասկանանք։ Եվ ոչ միայն քու խոսքդ հասկանանք, այլև ուզենք մեր կյանքերում մեջ գիրառել եւ կործացրել անիկա։ Սուրբ Հոգիդ ասելությունը կխնդրենք, Սուրբ Հոգիդ ներկայությունը կխնդրենք, Սուրբ Հոգիդ առաջնորդությունը կխնդրենք եւ ուզենք, որ մեր սիրտերուն մեջը հնազանդ հոգի ունենանք քու խոսքի հանդեպ։ Հիսուսի անունով խնդրեցի, անոր թափածարան արժանիքով։ Ամեն։ Մեր սորվելիք համարն է Եբրայեցիներուն 4-րդ գլուխ 12-րդ համարը։ Ասնզի թեպետ է որ ինչև հիմա ուսուցիչ լայք ու ժամանակին նայելով սորվեցնեիք։ Բայց դուք ալբետ էսորվի թե որոնք են Աստծո պատկամիներուն արժև ուսումքներուն դուք կատի գարոդիկ ոչ հաստատուն գերագորի Եբրայեցիս 4-րդ գլուխ 12 համար Չենք ներողացել։ Վասնզի Աստծո խոսքը գենթանի էս ու զորքեր ամեն երկսայրի սուրի գդրվի։ Գդրուկ, այո։ Գտափանցե մինչև շունչ ու ոգի և օժանտվածները ու ձաձուկ կքննե, սրդին խորհուրդները ու մտածումները։ Այո, շնորհակալ եմ։ Աստծո խոսքը գսե գենթանի է։ Այսինքն աբրող բան է, գենթանի է, անփան չէ ավելի շիրագը, բանը չէ, որ ոչ կլսե, ոչ կտեսնա, հետաքրքիր է Աստծո խոսքը գսե։ Աստծո խոսքը Աստծո փենե ելածն է, որ աշխատեցավ, ասա որ ծառ եղիր, ջուր եղիր, օդ եղիր, ինչ որ եղիր, ասավ եղավ, գենթանի է գսե։ Բայց հետաքրքիր է ուրիշ բանը գսե զորեղ է, երկսայրի սուրի պես Երկու գոմեն սուր է, երկու գոմեն զորավոր է, կթափանցե միջև շունչը և ոգին ու հոտվածները և ձուձը։ Այսինքն ոսկորդ մեջը նույնիսկ Աստծո խոսքը ներթափանցե։ Կքննե սրդին խորհուրդները ու մտածումները։ Աստեսակ զորավոր զենք ունենք մենք մեր սերկին մեջը, ասի Աստծո խոսքն է, ասի զենք է։ Այս զենքը կործածելու համար ուր պետք է կործածենք, երբ որ թշնամի ըլա Ինչ տեսակ թշնամի։ Սալանայական թշնամի մը։ Երբ որ չարը սալանան կհարցակի մեր վրա մենք Աստծո խոսքը պետք է օրինակ որբեսի ադոյ դե բայկարինգ։ Մեր թշնամին մեր թրացիները ուրիշները չեն, բادرազմի մեջ չենք։ Մեր թշնամին մեր յետևեն ինգազ է գնայ որուն գլե, որուն գուլդա գսե։ Սոսոխը։ Հիմա քան իա Աստվածաշունչ ունիկ ամեն մարդ իր դունին մեջ։ Մենք հայերս կոնե ունինք։ Աստվածաշունչ չունիս, քեզի նվեր գունանք։ Լավ։ Չի։ Այո։ Աստվածաշունչը եթե չեք գիտեր, աշխարհի վրա ամենաշատ թարգմանված եւ ամենաշատ ծախված գիրքն է։ Եվ թարգմանությունները ծախված, այսինքն ուրիշ թարգմանությունների մեջ շատ ծախվածն է, եւ մեր ակներենի մեջ ասենք, հայերեն մեջը ինչ ալան է ամենաշատ ծախված գիրքն է։ Սակայն արդյոք ուր է Աստվածաշունչը իմ կյանքիս մեջ։ Ասենք տարագի վրա դրված է փոշի գավակե։ Կամ թալիսմանն է, որ փարտիստարը գտնեմ։ Այսօր համար չէ, Աստվածաշունչը դրված է, որ մենք կարդանք, ուդենք, այսինքն գիրառենք անիկա, անոր խոսքերը մեզի ուղղություն տան, անոր խոսքերը մեր ուղեղին մեջ մնան, ադոր համար է Աստվածաշունչը։ Աստված կոչ կնե մեզի գսե որ թույլ տանք որ
Անիգա մեր սիդին հետ խոսի իր խոսքին համեմատ։ Մեզի կքաչալեր է, մեզի մարդարհավ գնեդե, մեզի կփոխե, մեզի գարաշտորթե, մեզի հույս կուդա։ Որևէ մեկ ժամանակ Աստվածաշունչ կարդա, քու կյանքիդ մեկ բամը կխոսի, անպայման կխոսի։ Ուրեմն աստիեզերքի ստեղծիչը գծկտե մեզի հետ հարաբերություն ունենալ։ Եվ ադի ամեն օր գրնասնել իրեն խոսքը գարտալով։ Անոր հետ որակյալ ժամանակ անցնել, աղոթել, գարտալ, անոր ոգեշնչված խոսքը եւ քո կյանքը հանձնես այն ամեն ինչ որ ինքը քեզի կսորվեցնե։ Աստծո խոսքը ինչ որ կսորվեցնե, ադոր հետ համեմատ քալես է, քո կյանքը ամեն ձևով լավ գլա։ Երբեմն խոչընդոտներ ունենք։ Ինչ են մեր խոչընդոտները։ Աստծո խոսքը գարտալու խոչընդոտ ունենք։ Կամ հոգնած ենք, կամ սպառված ենք, կամ անդարբեր ենք, կամ հոգնած ենք, կամ գասկածներ ունենք։ Աստված գիտե, որ եթե դու իրեն խոսքին հետ ժամանակ անցնես, ադամեն բաները կվերջանան։ Բայց նաև գա թշնամիմը, որ չուզեր, որ դու իրեն հետ խոսքին հետ ժամանակ անցնես։ Սատանան գիտարը իր իշխանության տակ գտնող ամեն հնարավոր միջոց, որովհետեւ մարդոց թույլ չի դա ընկալել Աստվածաշունչի մեջ եղած գիտությունը, քանի որ անոր բարձ խոսքերը կբացահայտեն սատանային խաբեությունները։ Սուրբ գծեքդ կանես քունդ կուքա։ Սուրբ գծեքդ կանես ճուր խմելդ կուքա։ Անոթի գսկաս։ Տելեֆոն կուքա։ Համե։ Այո։ Ամիջապես որ սուրբ գծեքդ կանես հագարակ բամը գլա։ Կհորանչելու կսկսես։ Բայց քանի որ Աստծո խոսքը գզինաթափե սատանան, մենք պետք է հարադևենք։ Ես ընկերուհի ունեի, որ սատանայական աստվածության դագ էր։ Կսեր որ երբ որ Աստվածաշունչը ցերկս տանեմ, գլուխս ցավ կսկսի։ Սարսափելի ցավ կսկսի գլուխիս մեջը։ Կսե ասի որ ոչ չափաթուն ցավից ես ասի պիտի գարտամ, եւ բարձացայն։ Աչափ գարտացի մինչեւ որ գսե ցկեց քնած։ Ազատեցա սատանայական ատ ճնշումեն։ Ճնշում գուդա կուվրատ։ Քանի որ մեզի չուզեր որ մենք կարդանք եւ աղոթենք։ Կարդանք եւ աղոթենք, Աստծո պիտի մոդենանք։ Աստծո որ մոդենանք, Աստծո որ գործերը իրեն չարությունները մեջտեղ պիտի ելեն։ Անդոր համար է։ Բայց Աստված այն գսե հարություն գուդա մերելներուն, Աստծո խոսքը գսե, եւ ուժ գուդա հաղթարու դժվարությունները։ Ուրեմն, երբ որ սատանան մեզի Աստծո խոսքեն հերու կբահե, ոչ միայն գաստե ժողովրդին վրան, այլև եւ ոչ միայն գացե իմ եւ Աստծո ունեցած հարաբերության վրա, այլև գաստե մեր իրարու հետ ունեցած հարաբերության վրա, գաստե ամուսնական կյանքին մեջը լարվածությունը լալու։ Մենք կփախվենք մեր երեխաներու հետ, կբորանք անոնց վրա, համբերություն չենք ունենար։ Շատ սպառված կրնանք լալ, ճնշումի դակ կինանք, ստրես։ Բայց կտեսնաս որ օրեր անցել է, նույնիսկ շաբաթներ անցել է, Աստծո խոսքը չես բացած։ Եվ մենք կթուլնանք։ Աստծո խոսքը Հիսուսը ասե իմ մարմինս որպես հաց ցեզի գուդամ, չէ հացը առավ։ Եթե դու քանի օր գնաս հաց չուդել, գերագուր չուդել, կթիմանաս, չես թիմանար։ Մեկ օր երբեմն օրվա մեջ 3 անգամ գուզես ուդել, որպեսի ուժ ունենաս։ Ադիգա իջեցուր երկուքի գլխուցավ գունենաս, իջեցուր մեկի կսկսես նիհարնալ։ Եթե քանի մոր չուդես, գնաս հիվանդանալ նույնիսկ մեռնել։ Բարս գերագորը։ Հոգեկան սնունդ է։ Այո, այո։ Եվ Աստվածաշունչը երբ որ կգարտաս, եղբորսածի մեր հոգիները, ուրեմն գարտանք ողբ Երեմիա 3:22 եւ 23 համարները, ով ունի։ Ողբ Երեմիա 22-23 Հա, ողբ Երեմիա 3-րդ գլուխ։ Այո։ Տերոջը ողորմությամբ չհավատան։ Չհատզան։ Անոր քթությունը չվակսեցավ։ Այո։ Անոնք ամեն արգուգն օրոքին ու ճշմարտությունը մեծ է։ Այո։ Ուրեմն գսե որ Աստծո ողորմությամբ մենք չհադանք, այսինքն չվերջացանք, չգործվեցանք։ Հիմա այսօր մենք Եղեռնի հոշարցան
Փուշադոնը ըրինք եւ մենք ասենք, որ մենք չհադանք։ Անոնք ովքեր որ ապրիլ 24-ին ծնված են, շնորհավոր են այս տարեթարցը, քանի որ անոնք ծնունդներով մենք չհադանք։ Աստված մեզի բահեց։ Եվ ասիլս է, Տերոջը ողորմությամբ է որ չհադանք, վասի անոր քթությունը չի բացեցավ։ Եվ ինչպես կլա ամեն արդու, ամեն օր, ոչ թե շաբաթը մեկ օր, ամիսը մեկ օր, ամեն արդու անոնք կնորոգվին։ Քո ճշմարտությունը մեծ է։ Երբ որ թեր սալանա չէր եղած, ծածկող հերովպեմն էր արուսիա գներ։ Նսանիկա լսած էր Աստծո խոսքերը, գիտեր անոնց անհավանական զորությունը։ Հիմա հանդիկա գադե այս ճշմարտությունը, ուստի բարձ է թե ինչու մեր միտքերը կթմբրին, մեր սիրտերը կխստանան, եւ մենք գիտակցաբար չենք որոշումը ստանալ, որ ամեն օր մեր կյանքին մեջ Աստծո խոսքը պիտի գարտանք եւ պիտի գիրառենք։ Պետք է մեր միայն գարտալը չի բավեր։ Պիտի մտորում ունենաս, խորից թե ասիգա ինձ ինչ ասավ։ Մի սեր ասի մյուսի համար ինչ գրեր է։ Ասիգա ինձ համար ինչ գրեր է։ Հեղինակությունը Երկրորդ Տիմոթեոս 3:15-ն 17-ը։ Երկրորդ Տիմոթեոս Այո, նաև կոմանկուտենը դիվեր սուրբիրկը գիտես, որոնք կրնան իմաստունը ներկես բրկելու Քրիստոս Հիսուսին վրա եղած հավատքորով։ Որոր քիրքեր Աստծո շունչն է եւ օգտակար, սորբեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արտարության մեջ խրատելու համար։ Այո։ Որպեսզի Աստծո մարդը գատարյալ լա ամեն բարի գործելու պատրաստված։ Ամեն, շնորհակալ եմ։ Բոլոր քիրքը գսե, բոլոր քիրքը, բոլոր աստվածաշունչը, այսինքն 5 դագարան, նոր դագարան, ասկա չեն կնար բաժնել։ Ամենը, ինչ որ գարտաս, ուրդեղ են որ գարտաս, ասոնք մեզի օգտակար են, համ գսորվեցնե, համ գհանդիմանե, համ գշտկե, համ արդարության գխրադե։ Ինչ է արդարությունը? Գխրադե, որ ադոր մեջ լաս, ինչու համար, որպես թուն գադարյալ լաս։ Եվ բարի գործեր ընելու պիտանի լաս։ Եթե չի գարտաս, կշվարիս, որ մեկն է լավը, որ մեկը պետք է ենեմ, արդյոք պետք է ենեմ, արդյոք պետք չէ ենեմ, երբ չես գարտար Աստծո խոսքը, երբ որ գարտաս, քեզի գսորվե, գմղե, շիդա գանելու համար։ Միան հայերեն լեզվով ճիշտ անունը ստացած է Սուրբ Գիրքը, Աստվածաշունչ։ Այո։ Ուրիշ լեզուներու մեջ չի կա։ Աստվածաշունչ, այո, Աստծո շունչը։ Holy Bible գսենք։ Սուրբ Գիրքը։ Այո, եւ ամեն Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը մենք պետք է մեթոդիկորեն գարտենք, պետք է առնաս եւ այո, հրամե։ Առաքյալները որ գրեցին, իրենք փիլիսոփաներ չէին, այսինքն համալսարանները ավարտած, ասի Աստծո շունչով գրվեցան։ Այո, այո։ Իրենք երբ Սուրբ Օգին իջան, իրենք գրեցին Աստծո շունչով, ոչ թե իրենց գիտնալով։ Այո, այո։ Եվ 5 դագարանը եւ նոր դագարանը Աստծո ներշնչումով, Սուրբ Օգի ներշնչումով գրված է։ Եվ ասանք չեն կնասել, որ հիմա աչքս պիկոցեմ, մատս պիտենեմ նայեմ ինչ կսեգոր։ Ադիգա Աստվածաշունչ կարդալ չլար։ Դու պիտի առնես, ես երբեմն մեկ քիրքը մեջ են գարնեմ, գսեմ նայեմ աս քիրքը ինձ այսօր ինչ պիտի է, ամենը գարտամ։ Եվ գրնա երբ թեմաներ գրնաս կարդալ եւ այլն։ Տարբեր դեղերը գրնաս կարդալ նույն օրվա մեջ, նույն ժամանակի մեջ։ Եվ մենք չենք կնար գսե հոս վերահսկեն մեզի հաստիակված անոր խոսքերը։ Իրեն միտքը Աստծո խոսք շատ ավելի բարձր է, քան թե մենք կնանք հասնել։ Մենք պետք է ենթարկվենք իրեն խոսքին, ոչ թե ինքը մենք չենք կնա մեր ուզածին բես բացատրել, այլ ինքը ինչ որ գսե, այո։ Ու ոչ ագնանք ընտրել մեզի հաջելի եղած տեղերը միայն, անոնք որ մեզի միայն պատմություններ են։ Եվ մեզ նայ հոսքսե որ հանդիմանելու չէ դեղեր գալ մեզի կհանդիմանե ադոնք պետք է գարտանք որովհետեւ շտկվենք թե ոչ չենք գիտար չենք շտկվիր ամփոփչությամբ պետք է դիտարկել որպես ամփոփչություն ամենը
Եթե գուզես Աստված քու խոսի քու կյանքիդ մեջ ամբողջություն պետք է անեգա առնես ողջաբիտ մեթոդները, մանրանկրկիտ ուսումնասիրություն, վստահալով Աստված կբացատրի այն, ինչ մեզի պետք է լսել այն ժամանակ, երբ որ անոր գալիքը ունենք։ Հիսուս սա սիրե քու դեր Աստվածդ, քու ամբողջ սիրտովդ, քու ամբողջ հոգիովդ, քու ամբողջ միտքովդ։ Այսինքն Աստված չուզեր որ մենք մեր միտքը անդեսենք գուրորեն, չէ, ինքը մեր միտքին կխոսի, մեր միտքը կփանա, մեզի հասկացողություն կտա, գիտություն, հանճար գսե ասուզմե գուքա։ Բադնություններ երբ որ կգարտանք, ուր որ Աստված կզրուցե Ենովքի հետ, Աբրահամի հետ, Մովսեսի հետ, Հոբին հետ, ուրիշներու հետ, Հիսուս մարդոց հետ խոսակցություններ կունենար, անիկա չի շրջացել մարդկային փանագանությունը, քո փանագանությունը դրամապանության կխոսի Աստված, եւ կհրավիրի ենթարկվելու իր խոսքի իմաստության, երբ որ կկործենք մեր փրկությունը։ Մարդկային դրամապանությունը գսե ենթագա է սխալվելու եւ խաբվելու։ Այն երբեք անսխալական չէ։ Մարդկային միտքը կփորձե մեկ կողմ, եթե կփորձե մեկ կողմ տնել Աստված եւ ամեն ինչ կուզե ինքնուրույն լուծել, մարդուն կտնե Աստծո հավասար։ Նույնիսկ երբեմն ավելի բարձր։ Ուրեմն մարդիկ կնան սուբքին մոդենալ ամբարդավան կամ քննադատական ոճով։ Ադիգա չոքներ, քեզի ոյ մեկ բան սորվիլ։ Կսեմ ամեն բան լսեր եմ, երբեմն մարդոց հասուցած եմ, աստվածաշունչ հա մեկ անգամ գարտացել եմ, գիտեմ։ Ես ամեն օր կգարտամ չեմ գիտեր։ Անոր մեջ ոչինչ նոր չի գա գսե, հագարակը ամեն օր նոր բաներ գա Աստծո խոսքին մեջ, քանի որ ես նոր եմ։ Եթե մենք մեզի ինքնապահ հավարենք, վստահ համարենք, կարևորը զգանք մենք մեզի եւ ոչինչ բանի գալիք չունեցող, այն ժամանակ մենք գանդեսենք Աստծո հետ մեր հարաբերությունը եւ գաբաբինենք մեր սահմանափակ գիտելիքները եւ սխալ դրամապանությանը։ Ուշադիր եղանք այդ ծողակը չինալեն։ Շատ մփաներ մեր կյանքին մեջը փոփոխական են։ Ոչ մեկ բան չի գա որ գնա թիմանալ ժամանակի փորձյանը, սակայն Աստծո խոսքը Հիսուսը գսե որ ես եմ ճշմարտությունը եւ անոր խոսքը գվգայի իր մասին որպես բացարձակ մաքուր ճշմարտություն։ Այսինքն Աստծո խոսքը անփոփոխ է, քանի որ Աստված անփոփոխ է։ Մենք փոփոխական ենք, բայց Աստված անփոփոխ է։ Գարտանք Հովաննու 17:17։ Այո։ Սեպեզ անոր ճշմարտություն է։ Դու փոստը ճշմարտություն է։ Ես դու զիս աշխատը գեցիր, ես ալվանում Ես իրենք այլ ճշմարտություն շտաբությունը։ Այո, Աստծո խոսքը գսե ճշմարտություն եւ սրբեզ անոնք ճշմարտություն։ Ուրեմն, երբ որ ճշմարտությունը կգարտաս, կընդունես, քո կյանքիդ մեջ կգնաս, կսրբվես, քանի որ ճշմարտությունը քեզի գնա մաքրել։ Արագածի մեջ գսե Աստծո բոլոր խոսքերը մաքուր են։ Անիգա իրեն աբաբինոներուն ասպար է։ Թուն անոր խոսքերուն վրա բամը մի ավեցներ, որբեսի քեզ չհանդիմանե ու թուն սդախոս երևնաս։ Աստծո խոսքին մի ավելցն է, Աստված ինչ որ պետք է քրեր արդեն։ Մեկ հատ տեղ մտեր գարտամ։ Սամոս 12:6-ին մեջը գսե դերոջը խոսքերը մաքուր խոսքեր են, հողե փովքի մեջ զդված 7 անգամ մաքրված արծաթի պես են։ Այսինքն շատ մաքուր է, փայլուն է, իրեն վրա նայսն է, երեսդ կդեսնաս։ Այսինքն խոսքը գարտաս է թուն քեզի կճանչնաս ով ես, քեզի կծծնե։ Թերևս կան ճշմարտության հանքեր, որոնք պետք է բացահայտվի նախանցախնդիր փնտրողին կողմեն։ Ասեմ, երբ որ նախանցախնդիր կփնտրես, ադոր մեջ են կանցեր կգտնաս, Աստծո խոսքի մեջ են կանցեր։ Մենք կրնանք լրացուցիչ լույս փնտրել Աստվածաշունչի մեջ, քանի որ Աստվածաշունչը երբեք չի հագասել անցյալի ճշմարտություններին,
այլ գառուցի անոնց վրա։ Թեսաղոնիկեցիս 2:13 Այո, որոն մեզ կանչեց մեր ավետարանելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու համար։ եւ որոնց մեզ կանչեց Որ մեզ կանչեց մեր ավետարանելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու համար։ Այո, Աստված մեզ կանչեց որոնց վրա դուք հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ցեր փրկության աբեդարանը, որոնց հավատալով խոստացյալ Սուրբ Հոգին շնորհքովը կնքվեցաք։ Ուրեմն երբ որ լսեցիք, հուսացիք։ Եվ անիկա մեր փրկության համար եղավ, մեր փրկության աբեդարան եղավ։ Եվ Սուրբ Հոգին ասած խոստացել անի մեզի տվավ։ Եվ Սաղմոս 33 4 եւ 5 Բազասի Տերոջը խոսքը շիդագի անոր բոլոր կորձերը ճշմարտությամբ են։ Անիկա արդարությունը ու իրավունքը գսիրե, Տերոջը ողորմությունը ու երգիրը լեցուն է։ Ուրեմն երբ որ մենք լավ բամը գլա, գիտիր որ Աստծո ողորմությունն է, ադորը դա Աստված լեցուն է, լեցուցած է երգիրը։ Ճշմարտությունով լեցուցած է երգիրը։ Միայն ասանջու պետք է լա մեր հիմնական աղբյուրը, որը մենք հասկանանք, թե ինչ է ճշմարտությունը։ Ուրիշ ճշմարտության աղբյուր չի գա։ Եթե գուզես ճիշտը գիտնալ, Աստվածին նայիր, միայն։ Որոշ մարդիկ կցանկան բնթել, որ ճշմարտություն գոյություն չունի։ Հարաբերական է ճշմարտությունը գսեն։ Չէ, այդպես չէ, եթե արդեն ինքսինքը կհագասե, եթե իրական ճշմարտություն չի գա, չափանիշ չի գա, որ մեկ բան գրնա սխալ լալ։ Այո։ Ինչ կնա փոխվել քուդանդ մեջ կսե, եթե կարևոր որոշումներ առնել այդ առաջ կամ հարաբերություններու հետ կապված խնդիրներ կամ փորձության ժամանակ դիմես Աստվածաշունչին, նայես որ Աստծո խոսքը քեզ ինչ կսե, աստեղության մեջ են ածածալենդ կամ որոշում պիտի առնես, արդյոք Աստծո խոսքը աս որոշումին համար ինձ ինչ կսե, ադորթիմ է, ինչ կնա փոխվել, շատ բան կփոխվի քո կյանքիդ մեջ։ Ուրիշ որևէ քիչ չի գնալ այնպես խոսին մեր կյանքին հետ, ինչպես այս խոսքերը կխոսին։ Խոսքերը գնան մնալ էջերուն վրա, Աստվածաշունչի մեջը, բայց ինչպես կրնանք անոնք պահել մեր սիրտին մեջը։ Դավիթը գսե Սաղմոս 110:11, ով ունի։ Սաղմոս 110:11։ Հա, այո։ Ինչ պահեցի քո խոսքերը, որպեսզի չմեռանչեմ քեզի դեմ, օրհնյալ ես դու ով Տեր, սորվեցուք ինձի քո կանոնները, իմ շփոթները պատմեցի քո բերնիդ բոլոր պատմյակները, քո վկայություններիդ ճամփով ուրախացա, որպես թե ամեն կերպ աչքերս միջրավ, հարստությունով, քո հրամանների վրայով պիտի մտածեմ, Այո։ քո ճամփաները պիտի դիտեմ, քո կանոններով պիտի լախանամ, քո խոսքը պիտի չմոռնամ։ Ամեն։ Այո։ Իմ սրտիս մեջ կսե բահեցի քու խոսքերդ, որովհետեւ չմեղաչեմ քեզի դեմ։ Ինչպես կրնանք մեր սիրտին մեջը բահել։ Քիչ առաջ արտացինք Եբրայեցիների մեջ ասա, որ Եկսայրի սուր է, հզոր է։ Իվիճակի ենելու այնպիսի բան, ինչ որ մարդկային կորձիկները չեն գնալեն մարդու հոգին համար։ Կենթանի երևույթ է։ Կրնասել, որ Սուրբ Գիրքը հազարավոր տարի առաջ գրված է, գիտենք, 1500 տարի առաջ, չէ, 1500 տարվա ընթացքին գրված է 40 տարբեր քրողներու միջոցով։ 40 տարբեր հոգիներ գրած են եւ 1500 տարի դեվեց, որ Աստվածաշունչը գրվի, վերջը մեզի հասավ։ 2000 տարի մենք ունենք աս գիրքը։
Մեկը գնացել, ադիգա հին է։ Բայց երբ որ գարթած տեսած որ նոր է, ամեն օր նոր է մեզի համար։ Այո։ Ուրեմն քիչ առաջ ասենք որ Աստվածաշունչը մեզի հաց է, երբ որ ծարավ ես, բանի մեջ ջուր գուզես խմել, կամ անոթի ես, երբ որ անոթի ես կացած ես, գուզես հաց ուտել, գերագուր ուտել, եւ այդ գերագուր ավելի համով գուքա քեզի, քան որ անոթի էիր։ Անոթի չեղողը մեկումը գերագուր դուս չուզեր ուտել, բայց անոթի եղողին ինչ համով է գսե եւ համով գուտվի։ Աստծո խոսքին հանդեպ մենք ծարավ պետք է ունենանք, քաղց պետք է եսկանք, պետք է ուզենք Աստվածաշունչ կարդալ եւ ադիգա որ չափ կարդաս աչափ կուքա, որ չափ որ շատ կգարդաս աչափ ավելի գուզես կարդալ։ Չափ սիրես ավելի գա։ Ամեն, այո։ Ուրեմն գսե փած գաթա Աստծո խոսքը համեղ են գսե միտքիդ եւ սիրտիդ համար։ Մեղրեն ավելի քաղցր է գսե ինձի իմ քիմքիս։ Քանի որ Աստծո խոսքը եկել է Աստծուց մե, ճիշտ ինքը ղրգած է ասիգա մեզի։ Առաջին Կորինթացիներուն չունենք մեկը չենք դրած։ Առաջին Կորինթացիս 2:14 համարը նայենք ինչ կսե մեզի։ Իսկ շնչավոր մարդը Աստծո հոգին բաները չընդունիր, վասնզի անոնք իրեն հիմարություն են ու չի գնար գիտնալ, բազի հոգևոր գեբով կքննվին։ Ուրեմն մեկը որ Աստծո հոգին չունի իր մեջը, մեկը որ չի ապաշխարած, մեկը որ հետաքրքիր չի Աստծով, Աստծո խոսքը հիմարություն կթվա իրեն։ Անոր համար հետաքրքիր չէ։ Ուրեմն ես ինչ տեսակ մեկն եմ, արդյոք փրկված եմ, եթե փրկված եմ, այնտեն ասիգա ինձ համար քաղցր վիդելա։ Քանի որ հոգևոր կերպով կքննվի։ Եթե գսե մեկը գխորի որ ասիգա հիմարություն է, այլևս ճշմարտություն չի փնտրել Աստծո խոսքին մեջը։ Սակայն Աստված հանդեպ մեր վերաբերմունքը այն գարթալու մոդեցումը շատ կարևոր է Աստծո հետ մեր հարաբերությունը զարգացնելու համար։ Պողոս առաքյալը ինչպես է Թեսաղոնիկեցիս 2:13-ին մեջը։ Բաց է 2:10 Թեսաղոնիկեցիս 2:13 Այո։ Այսօր համար մենք անդադար No, առաջին Թեսաղոնիկեցիս Գսե որ այսօր համար մենք անդադար կքոհանանք ասում է որ մեզ մե Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, հաբա ինչպես ճշմարիտ է որպես Աստծո խոսք, որ նաև կներկործե ձեր մեջ, որուն կհավատաք։ Այսինքն Պողոս առաքյալ Թեսաղոնիկեցիներին գկրե, գսե որ ես կքոհանամ ասում է որ դուք երբ որ խոսքը լսեցիք, ընդունեցիք, ոչ թե որ մենք ցեզի ասենք, ոչ թե որ ես ցեզի գսեմ որ ասելով դուք ընդունեցիք, այլ որ Աստծո խոսքն է ասելով ընդունեցիք, որ մեծն Աստված է որ ցեզի հետ կխոսի։ Ասի գուզե ասել։ Ուրեմն Աստծո խոսքը կործե մեր ամեն մեկու մեջ, երբ հավատանք։ Երբ կփանանք Աստվածաշունչ եւ կհավատանք, որ Աստված այդ էջերուն մեջ են մեզի ասելիք բամ ունի, այն ադեն ինքը իսկապես մեզի հետ կխոսի։ Ինչպիսին է իմ սիրտիս եւ միտքիս վիճակը, երբ կմոռամ Աստվածաշունչին։ Հարցը մեզի է։ Ինչ տեսակ կյանք ունիմ ես, ինչ տեսակ մոդեցում ունիմ ես, երբ որ Աստծո խոսքը կփանամ։ Արդյոք պարզապես իմ գարձիկներս կփերեմ, Աստվածաշունչին փորձելով արդարացնել անոնք, ես փամը գխորիմ, ուզեմ որ մեջ են գտնամ փամը, որ իմ խորածս աբասուցեմ։ Թե ոչ հագարակը։ Գուքան փած միտքով, փած սիրտով, բادرաստ մանկական հավատքով ընդեսնելու թե այսօր ինչ կցանգա Աստված ասել ինձի համար։ Ոչ չափ կարևոր է այս հարցին պատասխանը մեզի համար։ Ասենք թե մեկը ասի օրինակ մը դամ Ամփարո գանքով մը գաբրի, ուզե որ ինքսինքը արդարացնե, եւ երթա մեջ են բատնություն մը գփնդրե գտնա, որ հոն ամփարո փամը կրված էր, մեկը սխալ փամը արավ, օ գսե դես, անյալեր է, յանի ինչ կա որ ես ագանամ անել, մեկը սուտ խոսեցավ, օ գփանա գսե նայր ապրամա սուտ խոսեցավ, ասիկա շիդակ մոդեսում չի Աստծո խոսքին,
Այդ օրինակները մեզի քրված են, որ մեզի ատկե հետ բահեն, հերու բահեն, at մեղքի մեջ ինալեն հերու բահեն։ Aman Paris geldi anlamı. Այո։ Եթե մտածես այն խոսքերի մասին, որ արդապերես վերջին 24 ժամվա ընթացքին մեջը, մենք մեզի նայենք։ Ինչպես կքննադես ադոնք։ Ինչ փերներ ելավ 24 ժամ, շատ հեռու չէր տան։ 24 ժամվա մեջը փերներ ինչ ելավ։ Մեկ հատ հիշե։ Ինչպես կքննադես։ Արդյոք անոնք լծված էին սիրով, փարությամբ, ուրախությամբ, քաչալերանքով, թե լեցուն էին հիասթափությամբ, հոգնությամբ, անհանգստությամբ, փարգությամբ, փամփասանքով կամ չարությամբ։ Եվ Աստվածաշունչը գսե, որովհետև փերանը սիրտին լիութենեն գխոսի։ Երբ մեր սիրտերի մեջ աղտեղություն կա, այն դուրս կգա մեր խոսքերուն միջոցով։ Մենք բոլորս հիասթափություն, հոգնածություն կամ ստրես ապրած ենք։ Այդ հոգիվիճակը կփոխե մեզի։ Ինչ որ դուրս գելե մեր փերեն հաջող կսենք խոսքեր, որոնց համար հետո կզղջանք։ Եվ ընդհանրապես երբ մեր սիրտը սիրով լեցուն է, մեգումը հանդեպ, այդ սերը կհոսի մեր խոսքերուն միջոցով։ Վերջացնելու համար մի գարթամ Ellen White-ին քիրքերեն գսե դաստիարակություն, մեկ բան Աստվածաշունչը գտիդարգե որպես բարոյական լավ դասակիրք, որին պետք է հետևիլ այնքանով, որքանով այն համապատասխան է ժամանակների ոգին եւ մեր թիրքին աշխարհի մեջ։ Ուրիշ բան է, այն համարել այնպեսին, ինչպես են այն իրականում գա, կենթանի Աստծո խոսք, խոսք, որը ինքնին մեր կյանքն է, խոսք, որը պետք է ցեղավորը մեր գործողությունները, խոսք, մեր խոսքերը ու մեր միտքերը, Աստծո խոսքը ասկե բագաս, եթե համարես, որ Աստծո խոսքն է, կնշանակե մերժել այն։ Եթե չես ընդունիր Աստծո խոսքը, կնշանակե կմերժես, ուրիշ ճամփա չկա, կամ կընդունես կամ կմերժես։ Եվ այս մերժումը անոնց կողմեն ովքեր կհայտարարեն, որ կհավատան ադոր, երիտասարդներուն ալ մեզի ալ թերահավատության եւ անհավատարմության գլխավոր պատճառներն մեկը կլա։ Մարդիկ մեզի գնային։ Երբ որ մենք Աստծո խոսքը գարտանք եւ Աստծո խոսքին համեմատ չենք քալեր, իրենք թերահավատության մեջ կինան եւ քայթաղություն կլանք։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Աստվածաշունչը կենթանի է ու հզոր եւ այն գարտալը Աստծո հետ մեր հարաբերությունները զարգացնելու հիմքն է։ Այն ոչ միայն կսովորեցնի Աստծո զարմանահրաշ բնավորությունը ու երկրի պատմության ընթացքում մարդկության հետ անոր փոխհարաբերությունների մասին, այլև կխոսի մեզ մեր յուրաքանչյուրին հետ այսօր, երբ խոնարհությամբ կմոտենանք իրեն։ Ես գիտեմ, որ Աստծո խոսքը գարտալը եւ աղոտ կնելը խոնարհություն է։ Խոնարհություն կբանջի։ Մեկը եթե աղոտ պիտի, մեկը Աստծո խոսք պիտի գարտա, պետք է ինքնին խոնարհեցնե։ Ուրեմն այսօր գոչ կնեմ, որ մենք խոնարհենք, Աստծո խոսքը գարտանք եւ խնդրենք Աստծո, որ անոր հետևելու ուժ տա մեզի։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, մինչեւ հաջորդ հանդիպում։